Անսպասելի համադրություններից ենք խոսում քիչ առաջ սացումայումոյի եւ պաղպաղակի եւ կարտոֆիլի կարող ենք շարունակել, բայց մինչ այդ կարծում կարող ենք ողջունել մեր Անուշին։ Պիտի ողջունենք մեր Անուշին, որը արդեն մեր խոհանոցում է։ Բարի լույս Անուշ։ Բարև Անուշ։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ եւ արդեն սկսել եմ այստեղ գործընթացը, պատրաստելու ենք եւս անսովոր աղցան։ Ահա։ Պատրաստելու ենք թարմ դդմիկով աղցան, չենք տապակելու, ոչինչ չենք անելու։ Ուղղակի այսպես տարբեր համեմունքներով աղցան կպատրաստենք, որի համար բաղադրիչներն պետք։ Անհրաժեշտ է մեզ համեմ, լոլիկ, մի փոքր բազիլիկ, պարմեզան պանիր եւ կիտրոն ու սխտոր։ Սկսում ենք։ Ես այստեղ փորձեցի, այսպիսի բարակ շերտեր պետք է անենք հիմա։ Կարելի ասել սա էլ է անսովոր մի բան։ Անսովոր է, այո, բայց օգտակար է եւ այսպես բոլոր վիտամինները մնում են։ Հիմա մենք քերում ենք դդմիկի միայն մինչեւ կորիզային այդ հատվածը։ Այսպես, որպեսզի շատ հեղուկային հատված չլինի։ Եվ այսպես մի քանի դդմիկ կարող ենք անել, հետո տարբեր ձևով կհամեմենք լոլիկը և դդմիկը և կմատուցենք բալզամիկ քացախով, ինչը իհարկե յուրօրինակ համ կտա։ Մենք մի անգամ Դիլիջանում մեր խոհարարներից մեկը այդպես պատրաստել էր թարմ դդմիկը։ Հիմա մենք մի փոքր ավել բաղադրիչներով, այսպես ավելի կգեղեցկացնենք այս աղցանը։ Իսկ որպեսզի դդմիկը իր գույնը չփոխի, դրա համար պետք է կիտրոն, ճիշտ եմ հասկանում։ Դդմիկի գույնի հետ կապված չեմ իմանում, ճիշտն ասած, բայց դա ավոկադոյին էր վերաբերում։ Բայց կարծում, որ դդմիկները այդ հատկությունը կունենա։ Այդքան էլ չէ, բայց ամեն դեպքում կարելի է, կիտրոնը պարտադիր է այստեղ, որովհետև կիտրոնը և սխտորը հենց այդ հետաքրքիր բույրը կհաղորդեն մեր աղցանին։ Մենք խոսում ենք տարօրինակ համադրություններից, դու ինչ կարծիք ունես կարտոֆիլի և պաղպաղակի համադրության մասին։ Ճիշտ ասած ես լսեցի, Դավիթ, երբ որ դու ասացիր դրա մասին, հիշեցի, որ վերջերս մի բաղադրատոմս էի նկարել իմեջի համար, մենք ինչպես ձմերուկը պանիրով սիրում ենք, չէ՞ ուտել, ձմերուկը, ֆետա պանիրը և դոշաբը, այսպես ավելացրեցի։ Դոշաբ։ Այո, և ռուկոլա։ Պատկերացրեք վատ չէր, բայց հաճախ չես կարող ուտել։ Բայց հետաքրքիր համադրություն էր։ Այո, ես օրինակ շատ հաճախ չէի կարող այդքան։ Բայց շատ լավ օրինակ բերեցիր, օրինակ եթե կարող ենք համադրել ձմերուկը և պանիրը կամ խաղողը և պանիրը, ինչը շատ ենք սիրում անել, ինչու չենք կարող համադրել կարտոֆիլը և պաղպաղակը։ Դարձյալ աղի և քաղցր համերի համադրությունն է։ Ինձ թվում է շատերը կփորձեն այսօր։ Եվ կքարկոծեն ինձ վերջում, եթե դա նրանց դուր չգա։ Բայց խնդրում եմ ասա նորից, թե ինչ տեսակի պաղպաղակ, որովհետև դու նշում էիր, որ դա շատ կարևոր է տարբերությունը։ Կրեմային պաղպաղակ պետք է լինի, փափուկ պաղպաղակ, այսինքն ոչ այն պաղպաղակը, որը գնում ենք սովորաբար տան համար, ենթադրենք, խանութներից, որ այսպես ավելի կոշտ է եւ պինդ է, մի քիչ ավելի այսպես թեթև կրեմային պաղպաղակ է պետք, եւ ցանկալի է, որ կարտոֆիլը տապակած այսպես խրթխրթան լինի։ Մի փոքր ավելի չոր, խրթխրթան եւ աղի։ Ավելացնենք մի փոքր աղ և սև պղպեղ, ընդամենը աղ ու սև պղպեղ ենք ավելացնում և հիմա սխտորը մանր կկտրենք, ձիթայուղ, մի փոքր առատ։ Նաև շոկոլադն են շատ տարբեր բաների հետ համադրում, որոնք որ դարձյալ անսովոր համադրություններ են, նույն աղի ուտեստների կամ օրինակ հենց պանրի հետ, ճիշտ համադրություններ իհարկե կան, բայց կան տնային փորձարկումներ, օրինակ դու փորձարկել ես տան պայմաններում շոկոլադը պանրի հետ։ Երբեք։ Փորձիր։ Համեղ է։ Չգիտեմ։ Տարօրինակ է։ Տեսել եմ ինչպես են համադրում։ Շոկոլադը պանրի հետ, ինչ պանրի հետ։ Չեչիլ։ Շոկոլադը չեչիլ պանրի հետ։ Այո։ Ինչ շոկոլադ։ Կարծում կաթնային։ Կաթնային շոկոլադը չեչիլ պանրի հետ։ Գոնե մուկ շոկոլադը։ Ես էլ եմ ուզում դա առաջարկել, գոնե մուկ շոկոլադը։ Գուցե ոչ չեչիլ ավելի այսպես։ Եկեք փորձենք երկու տարբերակներ, հասկանանք որն է ավելի։ Կաթնային դա չեմ ասում շատ կաթնային, այսպես համադրության մեջ ավելի քիչ տոկոսային
հարաբերակցությամբ։ Գիտես, ես կառաջարկեմ, Անուշ, նաև քեզ կառաջարկեմ, օգտվել այս հնարավորությունից, եկեք մի օր հենց մեր խոհանոցում փորձենք այսպիսի էքսպերիմենտ անել։ Ես մտածում էի հենց հիմա տեսնենք ինչ կարելի, այո, մի քանի տարատեսակ փոքր ինչ որ ուտեստներ ունենանք, որոնք շատ տարօրինակ համադրություններ են, օրինակ չեչիլ պանիրը եւ կատնային շոկոլադը։ Եվ մենք տաղավարում ձեր փոխարեն կփորձենք, սիրելի հեռուստադիտողներ, որ դուք չտանջվեք, արդեն կարծում եմ մեր դեմքից པարզ կլինի արժե տանը փորձել թե ոչ։ Եվ կարծում եմ այդ փորձարկումը փորձություն կդառնա մեր գլխին եւ դուք կհասկանաք թե ինչ չի կարելի կրկնել տանը սիրելի հեռուստադիտողներ, բայց այն ինչը կարելի է կրկնել տանը վստահաբար հիմա ցույց է տալիս մեր Անուշը։ Կարելի է տարբեր տեսակի պանիրներ բերել, տարբեր տեսակի շոկոլադներ եւ Պաղպաղակ, կարտոֆիլ։ Եվ հիմա կիտրոն Ես չեմ հանձնվում, իհարկե չեմ հանձնվում։ Եվ փորձված տարբերակը դե արդեն ձմերու կպանիրը, դա այսպես վերջում կտոնենք, որ գիտենք, որ տարօրինակ համադրություն է, բայց շատ լավն է։ մի խոսքով մի տարօրինակ օր նմանատիպ մենք կպատկանենք։ Պայմանավորվեցինք, հա։ Դե բայց գինու ափսեի հետ միշտ կան չրեր, ընկուզեղեն, պանրեղեն եւ խաղողներ, այսինքն Պանիր եւ մեղր։ եւ մեղր, բայց խաղող եւս լինում է։ Այսինքն դա արդեն բավականին այսպես ընդունված տարբերակ է, չենք կարող ասել շատ անսպասելի է։ Դե լավ։ Հիմա մենք ավելացնենք համեմը։ Կարող ենք նաև բազիլիկ ավելացնել այստեղ։ Իսկ լոլիկը բազիլիկով կպատրաստենք։ Մենք երկշերտ աղցանք կստանանք, ափսեի ներքևում հիմա գեղեցիկ կդասավորենք դդմիկը։ Իսկ լոլիկները կհամեմենք եւ հետո գեղեցիկ կենտրոնում կտեղավորենք։ Պանիրն արդեն քերեցինք։ Ոչ, պանիրը վերջում։ Շատ թարմ բույր եմ ես զգում մեր Զգում եք արդեն, այո։ Այո։ Ամառային թարմ բույր է իսկապես։ Ես վստահ եմ, որ ամռան այս տապին նման թարմ աղցանները շատ ավելի հարմար են, որպես սնունդի ընդունման տարբերակ, քան տաք ճաշային ուտեստները, որոնք որ առանց այն էլ այս տապին ավելի են ծանրացնում մեր օրգանիզմը։ Այո, ճիշտ է Սանի։ Եվ որքան թարմ, այնքան ոչ եփված տարբերակով։ Այդքան ավելի լավ։ Եվ ավելի թեթև եւ այդ ծանրությունն չես զգում եւ կարողանում ես շարունակել քո գործերով զբաղվել։ Հիմա կտրենք կիտրոնը։ Լոլիկը։ Լոլիկը։ Փոքր կտորների ես, հա։ Այո։ Դատում այն, պետք է համեմես եւ ավելացնես աղցանին։ Կհամեմենք բազիլիկով։ Մի փոքր աղ կավելացնենք եւ կդնենք կենտրոնում։ Եվ գունեղը փոքր լոլիկները կարող ենք 2 կես անել, որոնք խոշորը 4 կես։ Եվ բնականաբար համադրությունը շատ հաճելի ու հետաքրքիր։ Փոքր բազիլիկ, դե գիտենք, որ լոլիկի հետ բազիլիկը շատ համեղ է եւ պարտադիր պայման է օգտագործել բազիլիկ։ Կարելի է նույնիսկ բազիլիկը հարել եւ մածուկի տարբերակով եւս օգտագործել։ Այո, կարելի է նաեւ լոլիկի ճիր օգտագործել այստեղ։ Ես ամեն անգամ ապշում եմ, ինչ արհեստավարժ է Անուշը աշխատում դանակով։ Մի փոքր Ապշում եմ, նախանձում եմ մի փոքր։ Ձիթայուղ ավելացնենք։ Եվ ոչ միայն դանակով, առհասարակ ինչքան արագ է ամեն ինչը։ Բայց դու նկատեցիր ինչպես են այդ կտրում բազիլիկը, ես ապշած եմ։ Ասես իսկական շեֆ խոհարար լինես։ Վարժվելու հարց է, ընդհանրապես շատ պետք է անել եւ կստացվի։ Սկզբում երբ իմ խոհարարներն էին այդպես պատրաստում, երբ հյուր էին գնում, ես էի զարմանում։ Բայց քիչ-քիչ սովորեցի։ Այսպես կենտրոնում հիմա կդնենք լոլիկը։ Անուշ, բայց դա փորձի հետ ավտոմատ եկող փորձարկում է, թե որոշում ես, որ հիմա պետք է փորձել այսպես կտրատել եւ դրանից հետո սկսում ես պետք է սովորես այդ մեխանիզմով։
Երբ տեսա, որ պետք է ճիշտը այդպես է, սկսեցի սովորել։ Ես սիրում եմ, երբ ամեն ինչ անում ես շատ լավ, դրա համար փորձեցի անել ճիշտ ձևով եւ ստացվեց։ Հիմա տեսեք, մեր գեղեցիկ աղցանը պետք է հիմա քերենք մի փոքր պարմեզան։ Եվ վերջում մեզ մնալու է բալզամիկ կրեմը։ Պատկերացնում եք համը, օրինակ։ Բույրի Ես փորձում եմ, գիտես։ հասել է, տարածվել է եւ ես արդեն անհամբեր եմ։ Ու ես ամբողջ ընթացքում փորձում եմ այսպես մտովի համադրել այս բաղադրիչները, հասկանալ ինչ համ կունենա, Եվ ամեն խրթխրթան, հաստատ, հաջորդ բաղադրիչի հետ հասկանում ես ինչքան համել է, չէ՞։ Մի տանջիր մեզ Անուշ։ Մենք գրեթե ավարտում ենք։ Հիմա այստեղ մի փոքր հավաքեմ ու ամենագեղեցիկ հատվածն է մնալու, երբ բալզամիկ կրեմն ենք ավելացնում այսպես։ Վերջ։ Եվ շքեղ տեսքը, եւ բույրը, որ արդեն հասել է տաղավարի այս մյուս հատվածը, եւ Անուշը իր գեղեցիկ ժպիտով, շնորհակալություն քեզ։ Շնորհակալ եմ, Անուշ լինի։ Մենք շտապում ենք սիրելի հեռուստատողներ ձեզ ասել, վայելեք երաժշտություն, որովհետև մենք պետք է անցնենք վայելելու աղցանը։